Բարև, այսօր կպարզենք, թե ինչ է իրականում կատարվում Android սմարթֆոնների հետ։ Ինչն է ճիշտ, իսկ ինչն է ուղղակի լեգենդ։ Արդյոք արտադրողները ուղղակի կոպի են անում iPhone-ներից։ Ու ինչքանով է ճիշտ, որ մարդիկ, ովքեր օգտագործում են Android, իրականում գիշերը լացում են ու ուզում են iPhone։ Կփորձենք կոտրել ամենահայտնի միֆերը։ Սկսենք ամենատարածված միֆից, որ Android-ը բարդ է օգտագործել, իսկ iPhone-ը ավելի պարզ է մարդկանց համար։ Շատ հաճախ հենց iPhone-ների օգտատերերից կարելի է լսել, այդ Android-ը շատ բարդ է, լցվածակարգավորներով ոչինչ չես հասկանում։ Մի ժամանակ սա ճիշտ էր, մոտ 10 տարի առաջ Android-ի ու iOS-ի տրամաբանությունը իրարից շատ էր տարբերվում։ Android-ը ուներ միլիոն հատ կարգավորում, 1000 հատ մենյուներ, դրանցից կեսը սովորական մարդը ընդհանրապես ձեռք չէր տալիս։ iOS-ը ավելի մինիմալիստական էր, ավելորդ բան չկար, բայց այս վերջի տարիներին ամեն ինչ փոխվել է։ Հիմա պրինցիպի կարաս ամեն ինչ հասկանաս հեռախոսի մեջ ընդհանրապես մի երեկոյի ընթացքում։ Так что Android-ը բարդ է, այդ միֆը արդեն ու հին է։ Հաջորդ միֆը, որ բոլոր Android-ները կոպի են անում iPhone-ից, օբշի հա, որտեվ Android արտադրողները շատ հաճախ նայում են Apple-ին։ Apple-ը մի բան անում, օրինակ դինամիկ կղզի, նույն ինքը Dynamic Island, մի քիչ անց նման լուծումներով երևում են արդեն Android-ի մեջ։ Բայց հակառակ կողմն էլ կա, ճիշտ է, Apple-ն էլ է մեկ-մեկ կոպի անում Android-ից, այնինչ վաղուց կար Android-ում, հրաշքով հայտնվում է նաև iPhone-ի մեջ։ Նոր ռեժիմներ տեսախցիկի համար, ավելի ճկուն լոկ էկրանի կարգավորում, վիջետներ, բազմաֆունկցիոնալություն եւ այլն կոպի են անում։ Իրականում վատ բան չկա այդ ամեն ինչի մեջ, որտեվ ինչ որ մեկը թազա բան է արտադրում, մյուսները վերցնում են, ուժեղացնում են, հզորացնում են ու իտոգում մենք ենք շահողը։ Ու արդեն ժամանակներն հենց է փոխվել, որ Android-ից անցնել iPhone-ի կամ հակառակը դա ինչ որ աշխարհ փոխել չի նշանակում։ Ինչ որ բան չի փոխվում մեծ։ Դա ոնց որ, չգիտեմ, մի քաղաքից տեղափոխվես մյուս քաղաք։ Easy։ Հաջորդ ամենաթեժ միֆը, որ Android-ը միշտ կախում է, այստեղ մի բան է պետք հասկանալ։ iPhone-ի iOS համակարգը օգտագործում է մենակ iPhone-ը, դա իրանց էքսկլյուզիվ համակարգն է։ Իսկ Android-ը գրեթե կարող են օգտագործել բոլոր կամպանիաները, չգիտեմ, Sony-ն, Samsung-ը եւ այլն։ Ու իրանք ունեն բնականաբար տարբեր գնային սեգմենտներ, էժանից մինչև ամենաթանկ, ու այդ ամենաթանկերը կարող են չզիջել iPhone-ին, ունենալ շատ հզոր ու երկար տարիներ չկախել։ Կան դաժե Android-ներ, որ օրինակ գնային արժեն ոնց որ iPhone-ի չխոլը։ Այդտենց տարբերակներ էլ կան։ Այսինքն նայեք, ինչա ստացվում։ Կան էժան Android-ներ $100 օրինակ, ու կան $1000+ ֆլագմաններ, ու էլի Android։ Ու բնականաբար էժանը կախելու է, որտեվ իր պրոցեսորը, էկրանը, ակումուլյատորը ավելի թույլ է, էժան է։ Իսկ թանկինը բնականաբար ավելի հզոր է ամեն ինչ ու ինքը ավելի լավ է աշխատելու ու չի կախելու։ Так что ասել, որ դա միֆ է, հա, միֆ է այնքանով, որ լուբոյ Android չի որ կախում է, էժանը կախում է, թանկը չի կախում։ Հա, եթե iPhone-ն էլ էժան ինչ որ դետալներից, էժան մատերիալից եւ էժան պրոցեսորներից սարքեն, բնականաբար iPhone-ը կկախի։ Так что Android-ներ սա լավ կլինի։ Android-ում լիքը վիրուս կա ու անվտանգ չի։ Այդ հաջորդ միֆն է։ Ու այս միֆը գրեթե անմահ է։ Այո, Android-ում վիրուս ունենալը ավելի հավանական է, քան iPhone-ում, բայց դա էլ փաստ չի։ Հարցն է, որ Android-ը քեզ թույլ է տալիս, որ դու քաշես քեզ պետք եղած ծրագրերը տարբեր կայքերից։ Բրաուզերով քաշես, Google Play-ից քաշես կամ արտադրողի կայքից միանգամից քաշես, ազատություն։ Բայց այդ ազատության հետևում կա ռիսկ։ Օրինակ, քաշես ինչ որ անծանոթ սայթից ինչ որ ծրագիր, բնականաբար շատ հնարավոր է լինի վիրուս։ Ունենալով ազատություն դուք ունենում եք մեծ պատասխանատվություն։ Հիմա նայեք, ուրիշ ձև եմ բացատրում։ Լինում է դեպքեր, որ դու ինչ որ ծրագիր ես ուզում, բայց ռեգիոնի պատճառով կամ սանկցիաների պատճառով այդ ծրագիրը չի աշխատում։ iPhone-ի դեպքում այդ ծրագիրը ձեռք բերելը շատ դժվար է լինելու։ Իսկ Android-ի դեպքում դու այդ ամեն ինչը ապխոդ ես անում։ Բայց Android-ը ավելի ճկուն է ու էդի յոզալ ձևերով դու կարող ես անցնել ու ունենալ այդ ծրագիրը։ Բայց իմացի կարա նաև լինի վիրուսոտ։ Զգուշացում, օգտվեք միայն օֆիցիալ կայքերից ու օֆիցիալ application-ներից։
iPhone-ում, Mac-ում նույն պատմությունն է։ Եթե դու ինքդ ես բեռնել ինչ-որ աղբ, ինքդ ես սեղմել install-ը ու ինքդ ես գաղտնաբառը գրել, ոչ մեկ համակարգը չի փրկի։ Այսինքն խնդիրը ոչ թե այն է, որ Android-ը անապահով է, այլ ուր ես սեղմում, ինչ ես տեղադրում։ Վերջին անգամ բացատրեմ ծնողների օրինակի վրա։ Օրինակ կան չէ ծնողներ, որ իրենց երեխուն ասում են գնա կայֆավա տարա, գուլյա տարա, կարաս 10-ից հետո էլ գաստուն, ու չեն էլ հետևում, ուր գնաց, ում հետ գնաց, ինչ արեց, բայց կան ծնողներ, որ զանգում են, ասում են ուր ես, խես ընդ է գնացել, հետ արի, երբ ես գալու տուն, ոնց է, ինչ է, այդ iPhone-ն է, այդ զանգողը iPhone-ն է, իսկ էնի Android-ն է, որ ասում է գուլյա տարա, iPhone-ը միշտ հետը տա, Android-ը ասում է ազատ ֆռա, iPhone-ը ասում է ախպերս դու իմ ընկերն ես։ Так что մտածեք ձեզ որն է պետք, ազատություն թե հետևողականություն։ Հիմա անցնենք տեսախցիկներին։ Միֆը մոտավորապես այսպես է հնչում։ Android-ների տեսախցիկներն ավելի վատն են, քան iPhone-ները, քան iPhone-ինը։ Նայեք, այս միֆի դառնել է անց է, որովհետև սկսենք վիդեոյի մասով, iPhone-ը ուժեղ է, դա չի քննարկվում, առաջինն է շուկայում, եթե զբաղվում ես վիդեոնկարանումներով, հաստատ օգտագործի iPhone։ Բայց եթե խոսենք ֆոտոների մասով, հիմա լիքը Android ֆլագմաններ նկարում են դաժե ավելի լավ, քան iPhone-ը։ Թույն ախպեր, շատ լավ է։ Հիմա ասենք, ես քեզ ասեմ, լիքը չինական բրենդներ ինչ իզվրաշենստվա ասես չեն անում, էլ երկար սենց օբյեկտիվներ են դնում, զումեր են դնում եւ այլն։ В общем, դաժե կարան անցնեն որակով iPhone-ին, բայց վիդեոյով չէ։ Լոգիկան նույնն է, եթե օգտագործում են թույլ օպտիկաներ, էժան մատերիալներ եւ այլն, բնականաբար հեռախոսը կկախի, վատ կնկարի եւ այլն։ Ինչի հաշվին է թանկ հեռախոսը։ Նրա հաշվին, որ ինքը ավելի հզոր է, ավելի լավ է նկարում։ Так что այդ միֆն էլ փճվավ։ Հաջորդ միֆը այն է, որ Face ID-ն կա մենակ iPhone-ում։ В принципе, համ չէ։ Նայեք, iPhone-ում Face ID-ն ինքը առանձին մի հատ ֆունկցիա է, առանձին մի հատ դետալ է, առանձին մի հատ 3D սկաներ է, որը որ աշխատում է իմինը Face ID-ն աշխատացնելու համար ու ավելի արագ է բացում հեռախոսը։ Իսկ Android-ի դեպքում Android-ը ավելի շատ է օգտագործում Touch ID, որը կարող լինի էկրանի տակ, կարող լինի կնոպկի վրա, իսկ Face ID-ն իրանք օգտագործում են ավելի շատ կամերայի օգնությամբ։ Կարող է ինքը ավելի ուժ բացի, օրինակ մի վայրկյան կամ կես վայրկյան ուժ, քան iPhone-ում, բայց դա ոչ մի ձև չի անդրադառնում անվտանգության վրա։ Պարզապես iPhone-ի Face ID-ն աշխատում է 3D սկաներով, իսկ Android-ի Face ID-ն աշխատում է սովորական իր ֆրոնտալ կամերայի օգնությամբ։ Այդքան բան, всё, գնացինք առաջ։ Նայեք, մյուս միֆը, որ Android-ում նորմալ էկոսիստեմա չկա։ Եկեք սկսենք Apple-ից։ Apple-ի էկոսիստեման իրականում դա մի հատ առանձին արվեստ է, այդ նույն iPhone, Apple Watch, iPad, iMac, իրանք այնքան լավ են իրար հետ աշխատում, այնքան լավ են սինխրոնիզացվում, որ քեզ մեկ-մեկ թվում է, որ իրանք sense առանձին կյանքով են ապրում։ Android-ն էլ առաջ գնաց է ու իր մոտ կա այդ էկոսիստեմա հասկացողությունը։ Էլի նույն ձև ականջակալները իրար կպնում են, ֆայլերը իրար մեջ կարաս փոխանցես, այնտեղ չգիտեմ, զանգերի կարաս պատասխանես, չգիտեմ, պլանշետով եւ այլն, իրար մեջ ինչ որ դվիժուխաներ անես, այդ ամեն ինչը կա։ Հիմա ինչ է ստացվում, որ համ Android-ում էլ կա էկոսիստեմա, համ iPhone-ում կա էկոսիստեմա։ Հա, iPhone-ում ավելի լավ է աշխատում, որովհետեւ Apple-ը հետ է խոսում, չգիտեմ, iWatch-ը iPad-ի հետ է խոսում, մի բրենդի մեջ է։ Իսկ Android-ի աշխարհում կարա մի քիչ ուրիշ ձև լինի ու մի քիչ բարդ աշխատի, օրինակ, չգիտեմ, Samsung-ը խոսում է Honor-ի հետ, օրինակ, Honor-ի ժամացույց ունես ու Samsung հեռախոս։ Մի քիչ կարա բարդություն լինի, բայց էլի մտնում է այդ ամեն ինչ էկոսիստեմայի մեջ։ Նայեք, Apple-ի մասով, Apple-ը իր էկոսիստեմայի մեջ ամեն մեկը չի աշխատում, ինքը մենակ աշխատում է իր բարեկամների հետ, իր Apple Watch մորքուրի հետ, իր iPad տատիկի հետ, ինքը աչուձախ չի գնում, մենակ իր փոքրիկ ընտանիքի մեջ, իսկ Android-ը ջիգարով աղբերություն է, ասենք, ում է պետք, ինչ է պետք, սաղ կանենք, ում հետ ուզես կաշխատենք, պրոբլեմ չի, так что դուք ընտրեք, ում հետ եք ուզում ընկերություն անեք։ Մյուս միֆը, որ Android-ները շատ ապդեյթներ չեն անում իրենց հեռախոսները։ Եկեք սկսենք նրանից, որ
Android-ը update-ներ է հանում այն հեռախոսների վրա, որոնք դուրս են եկել վերջի 4-7 տարվա ընթացքում։ Իսկ iPhone-ի update-ները կարող են դուրս գալ ավելի հին իրանց 10 տարվա հեռախոսների վրա։ Բայց փաստացի իրականում իրանք նույն ձև, նույն ժամանակահատվածում հանում են իրանց update-ները։ Նես չի որ Apple-ը թազա global update է հանում, Android-ը խոսքը 2-3 տարի նոր իր update-ն է հանում։ Չէ, պլյուս-մինուս նույնն է։ Օրինակ, չգիտեմ, iPhone-ի օգտատերեր դուք ունեք հեռախոս, որը որ 10 տարվա է արդեն ու արդյոք իրանց վրա update-ներ դուրս են գալիս։ Ու դաժե եթե դուրս են գալիս նորմալ աշխատումա չի կախում։ Հաջորդ միֆը այն է, որ Android սմարթֆոնները շատ արագ էժանանում են։ Օրինակ iPhone-ների դեպքում, երբ որ դուրս է գալիս նոր iPhone, մեկը նախորդ iPhone-ը դեռ ակտուալ է մնում ու իրան շատ հեշտ կարելի է լավ գնով վաճառել։ Իսկ Android ֆլագմանների դեպքը լրիվ ուրիշ է։ Երբ որ դուրս է գալիս նոր հեռախոս, Android-ների վրա սկսում են լինել ինչ-որ ակցիաներ, նվեր ականջակալներ, զեղչեր կամ նոր չինական ավելի էժան տարբերակներ։ Դրա համար եթե դուք նոր սմարթֆոն գնելը դիտարկեք որպես ներդրում, ապա iPhone-ը իր երկար ակտուալ մնալու հաշվին ավելի լավ ներդրում է, քան Android-ը։ Ու արդյունքում ինչ է ստացվում, որ նայեք, այն որ Android-ը շատ արագ էժանանում է, պրինցիպի հա։ Եթե դու պրոստը ուզում ես մեկ լավ Android ֆլագման, իրան երկարատև օգտագործես, հանգիստ օգտագործի Android ֆլագման, բայց վաճառելուց իմացի, որ էժան ես վաճառելու, որտեվ Android-ի տարբերակները շատ են։ Եվ վերջին միֆը, որ բոլոր մարդիկ, ովքեր օգտագործում են Android, երազում են ունենալ iPhone։ Ես կասեմ սենց։ Դա իրականում ճիշտ է։ Պետք չի հավատալ բոլոր միֆերին։ Ավելի լավ է մի անգամ մի հատ փորձի, հասկացի քեզ դա պետք է, թե պետք չի, ու վсё, ու օգտագործին այն ինչը որ քեզ հարմար է։ Նամանավանդ ջեբին։ Follow տվեք, լայքեք, դրեք զանգակ, ձեզ դժվար չի, մեզ հաճելի է։ Տարածեք, հա, մեկ է տարածեք։